իսկական տղամարդը չի կարող ինչ-որ բան խոսալ, հետո թաքնվել կանանց թիկունքի ետևում ու թռնել դահլիճից։ Բացի դա նաև իմացա, որ շենքից էլ թռավ, ոչ միայն դահլիճից թռավ, բայց այստեղ ես ունեմ մեր ընդդիմադիր պատգամավորներին հարց տամ, լավ, դուք չեք ամաչում, որ ձեր մանդատը վերցրել եք եւ ընդամենը Ռոբերտ Քոչարյանի որդու համար թիկնապահ եք աշխատում։ Այստեղ հնարավոր է շատերը տեսած չլինեն մեզ լսողներից, ասես կալցո օպերացիա մի անգամից կազմակերպեցին, երբ որ Լևոն Քոչյանը դուրս եկավ, հա, զգացին որևէ վտանգ, ուրեմն այդ ոսկե հորթի կամ ոսկե ցլիկի համար, կալցո օպերացիա հաստատ կազմակերպված էր, դասերի էին գնացել, որ հանկարծ նրա մազը չծրվի ու ջանդամ թե իրանց ինչ որ մի բան չի լինի։ Իսկ կանայք բացի թիկնապահները մեկ այլ գործառույթ եւս ունեն, պարզվում է։ Նրանք ուրեմն Լևոն Քոչարյանի օպերատորներն են, որոնք այդ ընթացքում նկարում են, թե ինչպես է խիզախաբար այդ բանը ոսկե ցլիկը հայհոյանք տալիս մեջքի ետևից իր գործընկերների ու փախնում, բայց այս տեսանյութը, որ նկարում են, իրենք նաև հրապարակում են, հասկանում եք, որտեղ համարում են, որ դա իսկական տղամարդկության նշան է։